Եվ հույսով եմ մինչև վերջ հարցից լուծում կտա, որտեղ շատ ուշադիր է բոլոր նամակներին, բոլոր քաղաքացիների դիմումներին, այնպես որ ես իրանից շնորհակալ եմ, 30 տարի անտուն էի, բայց իրեն մի անգամ այսպես պատահական հանդիպելուց հետո իմ կյանքը սենց 360 նոյեմբերի թե հոկտեմբեր տեսել եմ ու դեկտեմբերին, հա? Գիտեք որտեղ իր բնակավայրից դուրս էր գալի, ես խարխմերիկոց պետք է անցնել եկեղեցի էի գնում, այդ ժամանակ որ հանդիպեցի, ոտքով էր գնում, մի քանի ասենք մարդկանց հետ, հանդիպումից հետո մյուս օրը ասենք քաղաքապետարանիներ ինչ որ ուղարկե բանը հանրական, այն մյուս օր ինձ կանչեցին ու ինձ գնման վկայագիր են տվել որ բնակարան ձեռք բերեմ, բայց ցավոք չեն տվել այն ինչ որ պետք է տային, ասենք քիչ են տվել, որովհետև ես պարոն Փաշինյանի հետ երբ որ հանդիպեցի, ասեց որ պետք է բնակարան գնելու, ասենք արժեքը լինի շուկայական գնով, բայց ինչ շուկայական գնով չեն տվել։ Ես իրան դիմել եմ, ես հույսով եմ 14 միլիոն դրամ են տվել։ Ինչքանով եք պատրաստում գնել, ինչքան է շուկայականը։ Դե հիմա շատ թանկ է շուկայականն է։ Դե ակնկալում եմ, որ ինձ բնակարան հատկացնեն, ճիշտն ասած, բայց դե գոնե կամ համարժեք գումար, որ կարողանամ ես բնակարան գնեմ։ Իսկ հիմա բայց շնորհակալ եմ, 30 տարի ես գլուխս պատին եմ տվել, ոչ մի կառավարություն, ոչ մի ղեկավար իմ հարցի լուծում չի տվել։ 14 միլիոնը ձեր հարցը չլուծեց։ Չէ, չի լուծի, բայց ես հույսով եմ, որ Պարոն Փաշինյանը 14 միլիոնի։ Չէ, տվել են, բայց ինչ ձերտամ ես չեմ կարող ոչինչ գնեմ։ Դրա համար ես դիմել եմ պարոն Փաշինյանին եւ հույսով եմ, որ իմ հարցին լուծում կտա։ Ձեզ հիշում եք նաեւ, որ մասնակցում եք եւ մի անգամ, չէ՞, կարծես մի քանի անգամ Տիկին Աննա Հակոբյանի։ Այո, իմ քայլը, այո։ Շարունակում եք այո, մասնակցում եմ, այո։ Մասնակցում եմ։ Ինչ գիտելիք եք ձեռք բերել, ինչպես է ձեր բարելավը։ Շատ լավ, կյանքը փոխվում է իրոք։ Ուրիշ ձևի է մտածելակերպը, ասենք, փոխում է քո մտածելակերպը։ Գիտեք, կրթվելը ամբողջ թեկուզ ասենք տարիքային թե ջահել լինես, երբևիցե ուշ չի կրթվել, իրոք կրթվել, որովհետև ամբողջ կյանքը պետք է կրթվես։ Ես ասենք չեմ բանանում, ես